Հարգելի գործընկերներ, ձեր ուշադրությունն եմ ցանկանում հրավիրել հետևյալ փաստական հանգամանքի վրա։ Նախ առաջի անգամն է, որ մենք խոսում ենք Սամվել Կարապետյանի առողջական վիճակի վերաբերյալ, որը իդեպ հենց վրա է հասել քրեակատարողական հիմնարկում կեցության պայմանների ոչ բարվոք պահպանման հետ կապված։ Սամվել Կարապետյանը մեզ միշտ հորդորել է, որպեսզի մենք ընդհանրապես այդ մասին չխոսենք, բայց մենք մեր բողոքարկումներում մշտապես դատականացիաներում բարձրաձայնել ենք այդ հարցը եւ բոլոր դատավորները, այսինքն նվազագույնը 2 դատավոր առաջի ատյանում, 2 դատավոր վերաքննիչ ատյանում հստակ ամրագրել են այն փաստական տվյալը, որ եթե շարունակվի Սամվել Կարապետյանի առողջությանը պատշաճ բժշկական օգնություն եւ աջակցություն չցուցաբերել, դա հիմք է լինելու խափանման միջոցի փոփոխման համար։ Եվ դատարանները 4 տարբեր դատավորներ, 2-ը առաջի ատյանում, 2-ը վերաքննիչ ատյանում արձանագրել են այդ հանգամանքը, որ վարույթն իրականացնող մարմնի խիստ պարտականությունն է անհապաղ հետևել առողջական վիճակին եւ անձին տրամադրել բժշկական պատշաճ օգնություն եւ սպասարկում, որը վարույթն իրականացնող մարմինը կտրականապես չի իրականացրել շարունակաբար, ինչի արդյունքում Սամվել Կարապետյանի մոտ զարգացավ երկկողմանի թոկաբոր, որը քրեակատարողական հիմնարկի պայմաններում իբրև թե բժիշկը իրականացնում էր բուժում եւ պարզում էր, որ ոչ մի խնդիր էլ չկա, բայց փաստորեն ստացվում է, որ քրեակատարողական հիմնարկի բժիշկները իրենց ակնադիտական եղանակով հաղթահարում են MRT եւ ԿՏ սարքավորումներին եւ ոնց որ իզուր էին գիտնականները հայտնագործել այդ սարքերը։ Մենակ քրեակատարողական հիմնարկի բժիշկները ամբողջությամբ բավարար էին, որ նման խնդիրներ բան անեին, էլի առողջական խնդիրներ կարողանային հայտնաբերեին։ Բայց այդտեղ կարևորը նաեւ հետեւյալ հանգամանքն է, որ ձեր ուշադրությունն եմ ցանկանում հրավիրել կիրառված սահմանափակումներին։ Օրինակ, որպեսզի պատկերացնեք, Սամվել Կարապետյանի նկատմամբ ավելի խիստ սահմանափակումներ ա կիրառված տնային պայմաններում, քան նրա նկատմամբ դա գործում էր բանտային պայմաններում։ Օրինակ, Սամվել Կարապետյանը հիմա իրանց տնից չի կարող զանգել իր տղային կամ աղջկան, հարցնել, թե ինչպես է։ Այսինքն ամբողջությամբ սահմանափակված է այդ հարցը, որը որ բանտային պայմաններում կարող էր իրականացնել։ Բացի այդ, բանտային պայմաններում Սամվել Կարապետյանը կարող էր որոշակի հրապարակային ելույթներով հանդես գալ։ Տնային կալանքի պայմաններում դա եւս սահմանափակված է։ Հետևաբար այն մեր հանրության շատ ստվար զանգվածի մոտ, եթե նույնիսկ արկային թույլ ըմբռնումը, թե իբրև արկա է որոշակի համաձայնություն բան, ես ուզում եմ հարատեմ այդ մարդկանց մտավախությունները, որ նման համաձայնություն գոյություն չունի, Սամվել Կարապետյանի դեպքում չի էլ կարող երբևէ գոյություն ունենալ։ Սա պարզապես, որ իր նկատմամբ կիրառվեց տնային կալանք, պայմանավորված էր զուտ իրավական այն գործիքակազմով, որ 4 դատական ատյաններում 4 դատավորներ արդեն իսկ ամրագրել էին, որ իր առողջական վիճակի չհետևելը, լուծումներ չտալը հիմք է խափանման միջոցի փոփոխման համար։ Եվ դրա համար առաջի ատյանի դատարանի դատավորը այլընտրանք չունենալու պայմաններում գնաց որոշակիորեն համարձակ որոշման կայացման, թեև ես դա ինչ-որ հատուկ համարձակություն չեմ էլ համարում, բայց փաստ ունենք փաստ, որ մեր դատական համակարգում իրոք դա այս դեպքում համարվում է համարձակություն։ Մի վարքյան ես իմ մոտ նշում եմ արել։ Սամվել Կարապետյանը մշտապես քրեակատարողական հիմնարկում գտնվելու պայմաններում դժգոհում էր խցի ցուրտ լինելու պայմաններից։ Ու մեզ արգելում էր, որ դրա մասին ինչ-որ հրապարակային ելույթներ ունենանք, եւ մենք մշտապես քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին, վարչության աշխատակիցներին, թե գրավոր կարգով, թե բանավոր կարգով խնդրում էինք, հորդորում էինք, որ ժողովուրդ ցուրտ է այս մարդու խուցը։ Խնդրում ենք ապահովեք բավարար ջերմաստիճան, ձեզանից ավել բան չենք խնդրում։ Մարդուն, ով ազգային բարերար է, այս երկրի համար ունի բազմաթիվ բարեգործություններ իրականացրած, դրանց մասին մեր հանրությունը ակներև գիտի, անկախ
ցանկացած անձի կողմից տրված սուբյեկտիվ եւ մանիպուլատիվ գնահատականներից ինքը ազգային բարերար է ու երկրի համար մեծ բաներ ունի արած ընդհանրապես իր խուցը պետքա ջերուցել խնդրում ենք այդ ջերուցումը կամ շուտ միացրեք կամ գոնե մի հատ այն էլեկտրական ինչ-որ սարքավորմամբ ջերուցենք ոչ մի ձև չջերուցեցին Սամվել Կարապետյանի խուցը այն աստիճան հասավ որ վերջինս ունեցավ առողջական խնդիրներ, միշտ ուներ մշտապես մրսածություն, անդադար ինքը մրսում էր ու ոչ ոք չէր կարողանում հասկանալ, թե դա ինչից է։ Ու հասանք նրան, որ իր մոտ ախտորոշվեց երկկողմանի թոքաբոր, նաև հաստատվել է արդեն 2 օր առաջ կովիդի առկայությունը, որը բավականին ծանր դինամիկ ընթացք էր ունենում Սամվել Կարապետյանի մոտ։ Այսինքն հաճախ են խոսում այն մասին պատկան մարմինները, թե ոնց կլինի ում կալանավորում ենք, մեկ էլ հոպ պարզվում է, որ ինքը հիվանդ է։ Ինքը հիվանդ չէ, տանում եք այնպիսի պայմաններում եք այդ մարդին պահում, որ հազար տեսակ հիվանդություններ է ձեռ բերում։ Էլ չեմ ասում, որ եղած հիվանդությունները դինամիկ զարգացումներ են ունենում։ Մենք ուզում ենք մեր հանրությունը այս մասին տեղեկացված լինի եւ իմանա, թե ինչպիսի վիճակներում են մարդին պահում։ Բացի այդ վերաքննիչ դատարանի շատ հրատապ նիստ գումարելը, գլխավոր դատախազության կամ առհասարակ դատախազության հրատապ բողոքներ ներկայացնելը մեր համար շատ իրավական առումով շատ մեծ ինդիկատորներ են այն մասին, որ իրոք շատ լուրջ քաղաքական հետապնդում է իրականացվում եւ ամեն գնով փորձում են Սամվել Կարապետյանին պահել կալանքի տակ, թեև ինչպես նշեցի, տնային կալանքի պայմանները էլ ավելի խիստ են, քան բանտային պայմանները։ Պրոստը տանը բավարար ջերուցում Փառք Աստծո կարողանում ենք ապահովել։ Բացի այդ, ժողովուրդ ջան, այս հանգամանքի մասին էլ եմ ուզում իմանամ, հիմա շատերի մոտ հարց կառաջանա, ասեմ, բայց այդ մարդը տենց բժշկական օգնություն չէին ցուցաբերում, փաստաբաններ եք, բա ինչի ինչ-որ գործողություններ չէիք անում, հա, հասկացանք, հրապարակայնորեն չէիք խոսում։ Մենք հանցագործության մասին նաև հաղորդում ենք տվել, այն իրավասու մարմինների նկատմամբ, անձանց նկատմամբ, ովքեր որ պետք է իրականացնեն այդ բժշկական աջակցությունը։ Մենք բազմաթիվ այսպես հատորներով գրություններ ունենք ուղարկած այդ անձանց, որ ապահովեք այս բժշկական միջամտությունը, բուժօգնությունը ապահովեք, որոնց մեծ մասին կամ չեն տրվել պատասխաններ, կամ տրված դեպքերում եղել են ինչ-որ հայավարի ասեմ, ծրողական լղոզած պատասխաններ, դրանով պայմանավորված մենք տվել ենք հանցագործության մասին հաղորդում, բայց այդ հաղորդումից ոչ ընթացքի վերաբերյալ որևէ տեղեկություն կա, ոչ էլ այս իրավակիրառ պայմաններում որևէ այսպես ասած ողջամիտ հույս ու հավանականություն ենք մենք տեսնում, որ այդ մարդիկ այս իրավակիրառ պայմաններում որևէ պատասխանատվության առաջ կկանգնեն, ինչը շատ դատապարտելի դրսևորում է։ Չեմ ցանկանում ձեր ժամանակը շատ ծանրաբեռնեմ, այս մասին մենք շատ մեծ ասելիքներ ունենք, խոսքը փոխանցեմ իմ գործընկերուհին։